Իմ հարգելիներ, իմացաք, որ սահմանադրության տեքստն արդեն պատրաստ է։ Չէ, հատուկ այն մարդկանց եմ դիմում, ովքեր դեռ հավատում եւ գնում են Քրիստոսին մենակ չթողնող գուզիկ շրջմոլիկի հետևից։ Իսկ կարդացել եք ինչ կետեր են ներկայացված։ Շատ վտանգավոր կետեր, որ արժե ուսումնասիրել։ Այլևս հղում չի լինելու անկախության հռչակագրին։ Իսկ դա նշանակում է, որ դուք, այսինքն Հայաստանը, կազմելու է Ադրբեջանի մաս։ Իսկ գիտեք, որ սահմանադրությունը փոխվում է Ախոյան երկրի ղեկավարի պարտադրանքով։ Իսկ երբևէ ձեզ հարց չեք տվել, ինչ գործ ունի թշնամի երկրի ղեկավարը մեզ մոտ սահմանադրություն փոխելու։ Այս կետերը բոլորը որոշել է Ալիևը, միայն Ալիևը, որովհետև նրան է ձեռք տալիս։ Մյուս կետը, դուք այլևս իրավունք չեք ունենալու ձեր հարցերով, ձեր պրոբլեմներով ու խնդիրներով դիմել վարչապետին։ Վարչապետը ձևական է լինելու այսուհետ։ Մեր փաստացի ղեկավարը դառնալու է Ալիևը։ Որոշելու է միայն նա, ինչ անենք, ոնց անենք։ Մի ուրիշ կետ, վերացվում է Սփյուռքի համար պարզեցված գործընթացը։ Նրանք էլ այլևս իրավունք չեն ունենալու խառնվելու Հայաստանի, ճակերտավոր Հայաստանի գործերին։ Ընտրությունը ձերն է, կամ որոշում եք ապրել Հայաստանում, մնալ հայ եւ ունենալ հայրենիք, կամ փոխում եք ձեր դավանանքը եւ անցնում եք Ադրբեջանի կազմ։ Եվ սա բնավել թարմացում չէ։ Սա համակարգային հարձակում է Հայաստանի անկախության, ձեր իրավունքների եւ մեր պատմական հիշողության վրա։ Հետո չասեք չասեցին։